5 ամենաառաջացվածային անհետացումները, որոնք մինչ օրս ոչ ոք չի կարողացել բացահայտել։ Պատկերացրեք, ինքնաթիռը բարձրանում է երկինք, ուղևորները հանգիստ նստած են իրենց տեղերում։ Ամեն ինչ սովորական է, բայց մի քանի ժամ անց այդ ինքնաթիռը այլևս գոյություն չունի։ Չկա աղետի ազդանշան, չկա բեկորներ, չկան փրկվածներ, եւ ամենասարսափելին ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունեցել։ Այսօր մենք խոսենք պատմության ամենախորհրդավոր անհետացումների մասին, որոնցից մի քանիսը մինչ օրս մնում է չբացահայտված։ Թիվ 5. Ֆլիթ 19-ի անհետացումը 1945 թվականի դեկտեմբերին Ամերիկայից 5 ռազմական ինքնաթիռներ սովորական ուսումնական թռիչք էին իրականացնում։ Թռիչքի առաջին հատվածը կատարյալ էր անցնում, հետո հանկարծ ռադիոկապով լսվեց օդաչուի անհանգիստ ձայնը։ Մենք կորցրել ենք ուղղությունը, չգիտենք թե որտեղ ենք գնում։ Մի քանի րոպե անց մյուս օդաչուն էլ սկսեց հաղորդել, որ կողմնակիցները խելագարվել են։ Օվկիանոսը նույն տեսքը ուներ բոլոր կողմերից։ Արևը արդեն մայր էր մտնում, իսկ հետո լիակատար լռություն։ 5 ինքնաթիռներ պարզապես անհետացան։ Նրանց որոնելու համար ուղարկված փրկարար ինքնաթիռներից մեկը նույնպես կորավ։ Ոչ մի բեկոն, ոչ մի հետք չկա մինչև այսօր այս ինքնաթիռներից։ Թիվ 4. Ուրվական նավը 1875 թվականին մի առևտրային նավ լողում էր, ամեն ինչ նորմալ էր, բայց մեկ օր մի այլ նավ նկատեց, որ այն տարօրինակ ձևով է շարժվում։ Երբ նավաստիները բարձրացան դրա վրա, սարսափեցին։ Նավը դատարկ էր, ոչ մի մարդ չկար։ Սակայն ամենատարօրինակը այն էր, որ բոլոր անձնական իրերը այնտեղ էին։ Սնունդը տեղում էր, բառը տեղում էր, նույնիսկ թվում էր, թե անձնակազմը 1 վայրկյան առաջ այստեղ է եղել եւ հաջորդ վայրկյան անհետացել։ Այս դեպքը հայտնի դարձավ որպես Մայրա Սելեստեի առեղծվածը։ Անցել է ավելի քան 150 տարի եւ նավի վրա գտնվող 20 մարկանցից մինչեւ այսօր հետք չկա։ Թիվ 3. Ինը որ չպետք է ողջ մնար 1972 թվականին ուղևորատար ինքնաթիռը թռնում էր ավելի քան 10 կիլոմետր բարձրության վրա, հանկարծ պայթուն։ Օդանավը մասնատվեց օդում, հարյուրավոր մետրեր, հազարավոր մետրեր, իսկ հետո ազատ անկում։ Բոլորը մահացան բացի մեկ մարդուց։ Վեսն վրուճը ընկավ ավելի քան 10,000 մետր բարձրությունից առանց պարաշուտի, երբ փրկարարները նրան գտան, նա դեռ շնչում էր։ Բժիշկները չէին հավատում իրենց աչքերին։ Այսօր էլ գիտնականները նրա փրկությունը համարում են մարդկային պատմության ամենաանհավանական դեպքերից մեկը։ Թիվ 2. Մարդը, որը ցատկեց ինքնաթիռից եւ անհետացավ 1971 թվականին մի տղամարդ նստեց ինքնաթիռ, սովորական ուղևորի տեսք ուներ։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ մի քանի ժամ անց նա կդառնա Ամերիկայի ամենահայտնի անհետացած հանցագործը։ Նա հայտարարեց, որ իր մոտ ռումբ կա, պահանջեց $200,000։ Ստացավ գումարը, իսկ հետո, երբ ինքնաթիռը թռչում էր, գիշերային երկնքում բացեց դուռը եւ պարաշուտով ցատկեց։ Նրա հետ անհետացավ նաեւ ամբողջ գումարը։ ՀԴՊ-ն 10 տարի շարունակ փնտրեց նրան, հարյուրավոր կասկածյալներ, հազարավոր ժամեր հետաքննություն, արդյունքը 0։ Հուպերը մինչ օրս չի հայտնաբերվել։ Եվ շատերը վստահ են, որ նա իրականացրել է պատմության ամենահամարձակ փախուստը՝ գողությունը։ Թիվ 1. Ամելի Երետի վերջին թռիչքը 1937 թվական աշխարհի ամենահայտնի կին օդաչուն պատրաստվում է թռիչքի։ Նա պետք է առաջին կինը դառնար, որ կշրջեր աշխարհի օդերով։ Ամեն ինչ ընթանում էր ըստ պլանի, մինչ այն պահը, երբ նրա ինքնաթիռը հասավ Խաղաղ օվկիանոս, վերջին հաղորդակցությունը ստացավ, հետո ոչինչ, ոչ մի ձայն, ոչ մի ազդանշան, ոչ մի հետք։ Չնայած միլիոնավոր դոլարների որոնումների, ամենայստերի ճակատագիրը մինչ այսօր հայտնի չէ։ Նա համարվում է ավիացիայի պատմության ամենամեծ առեղծվածներից մեկը։ Բայց ամենատարօրինակ հարցը մնում է նույնը։ Ինչպես կարող են մարդիկ, նավը եւ նույնիսկ ամբողջ ինքնաթիռը պարզապես անհետանալ առանց որևէ հետքի։ Գուցե մի օր մենք գտնենք պատասխաններ, իսկ գուցե որոշ գաղտնիքներ երբեք չբացահայտվեն։ Տեսահոլովակը այսքանն էր, դուք գրեք ձեր կարծիքը կոմենտներում, թե ինչ եք մտածում այս 5 պատմությունների մասին, դրեք լայքերը, բաժանորդագրվեք ալիքին։ Հաջողություն։